Ամենակարող Աստծու խոսքերի ընթերցումներ, Աստծու հայտնվելը և գործը։ Ինչպես պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը։ Դու ունակ ես փոխանցելու Աստծու յուրաքանչյուր դարաշրջանում արտահայտած բնույթը կոնկրետ ձևով, տվյալ դարաշրջանին համապատասխան և դրա կարևորությունը կրող լեզվով։ Դու, որ փորձառում ես Աստծու վերջին օրերի գործը, կարող ես մանրամասն նկարագրել Աստծու արդար բնույթը։ Կարող ես հստակ և ճշգրիտ կերպով վկայել Աստծու բնույթի մասին։ Ինչպես ես պատմելու այն, ինչ տեսել և փորձառել ես այդ ողորմելի, աղքատ և բարեպաշտ կրոնական հավատացյալներին, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության և սպասում են, որ դու հովվություն անես նրանց։ Ինչպիսի մարդիկ են սպասում, որ դու հովվություն անես իրենց։ Կարող ես պատկերացնել։ Գիտակցում ես արդյոք քո ուսերին դրված բեռը, քո հանձնարարությունը և քո պատասխանատվությունը։ Որտեղ է քո պատմական առաքելության զգացումը։ Ինչպես ես պատշաճ կերպով ծառայելու որպես հաջորդ դարաշրջանի տիրակալ։ Դու ունես տիրակալ լինելու ուժեղ զգացողություն։ Ինչպես պետք է բացատրել, թե ով է ամեն ինչի տիրակալը։ Արդյոք նա իսկապես աշխարհի բոլոր կենդանի արարածների և բոլոր նյութական բաների տիրակալն է։ Ինչ ծրագրեր ունես աշխատանքի հաջորդ փուլի առաջընթացի համար։ Քանի մարդ է սպասում, որ դու հովվություն անես նրանց։ Քո հանձնարարությունը ծանր է։ Նրանք աղքատ են, ողորմելի, կույր և մոլորված, ողբում են խավարի մեջ։ Որտեղ է ճանապարհը։ Ինչպես են նրանք տենչում լույսի, կարծես մի ընկնող աստղի, որը հանկարծ կիջնի և կցրի այն խավարի ուժերը, որոնք տարիներ շարունակ ճնշել են մարդուն։ Նրանք անհամբեր սպասում են դրան և օր ու գիշեր փափագում, ով կարող է սա լիովին իմանալ։ Նույնիսկ այն օրը, երբ լույսը փայլատակում է և անցնում, այդ խորապես տառապող մարդիկ մնում են խավարի զնդանում, առանց ազատության հույսի։ Երբ նրանք կդադարեն սգալ։ Սարսափելի է այդ փխրուն հոգիների դժբախտությունը, որոնց երբեք հանգիստ չի տրվել և որոնք երկար ժամանակ կապված են պահվել անողոք կապանքներով և սառեցված պատմությամբ։ Իսկ ո՞վ է լսել նրանց լացի ձայնը, ո՞վ է տեսել նրանց թշվառ վիճակը։ Երբևէ մտածե՞լ ես, թե որքան վշտացած և անհանգիստ է Աստծու սիրտը։ Ինչպես կարող է նա դիմանալ, տեսնելով, որ անմեղ մարդկությունը, որին իր սեփական ձեռքերով է ստեղծել, այդպիսի տանջանքներ է կրում։ Մարդիկ ի վերջո զոհեր են, որոնց թունավորել են։ Եվ թեև մարդը գոյատևել է մինչ օրս, ով կարող էր իմանալ, որ մարդկությունը վաղուց թունավորված է չարի կողմից։ Մի՞թե մոռացել ես, որ զոհերից մեկն էլ դու ես։ Մի՞թե դու չես ուզում քո՝ Աստծու հանդեպ սիրուց դրդված, պայքարել, փրկելու բոլոր այս ողջ մնացածներին։ Մի՞թե դու չես ցանկանում քո ողջ ուժը, որպես հատուցում, նվիրել Աստծուն, ով սիրում է մարդկությունը
ինչպես իր սեփական միսն ու արյունը։ Ինչպես ես հասկանում, թե ինչ է նշանակում Աստծու կողմից օգտագործվել, որպեսզի ապրես քո արտասովոր կյանքը։ Իրոք ունես վճռականություն և հավատ ապրելու իմաստալից կյանքդ որպես բարեպաշտ, Աստծուն ծառայող մարդ։